ասեցի, եկավ ժամանակը, որ մեր սրտերը պետքա պատրաստենք Տիրոջ խոսքին։ Մեր ականջները պետքա պատրաստենք Տիրոջ խոսքին։ Եվ տեսնելու համար, թե Աստված այսօր իր խոսքի միջոցով ինչ ունի փոխանցելու ամեն մեկիս։ Եվ ես կրկին անգամ Տիրոջը փառք եմ տալիս այս նոր տարվա համար, փառք եմ տալիս Աստծուն, որ Աստված մեզի տեղափոխեց այս նոր տարվա մեջ։ Այնպես չի, որ մենք տեղափոխվեցինք մեր ուժերով, մեր կարողություններով, մեր իմաստություններով, բայց Աստված մեզ տեղափոխեց այս նոր տարվա մեջ։ Եվ մենք պետքա ամեն անգամ Տիրոջը փառք տանք, ամեն անգամ Տիրոջով գովաբանենք Տիրոջը։ Ես այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը մեզ շատ ծանոթ է։ Ուզում եմ խոսել Սաղմոսներից մեկի մասին, որը որ ամեն մեկիս համար հարազատ է։ Ամեն մեկը սիրում ենք այս Սաղմոսը։ Այս Սաղմոսը տեղ է գրավել Աստվածաշնչի մեջ։ Սիրելիներս, եւ կարող եմ ասել, որ այս Սաղմոսը մեծ մխիթարություն է ամեն մեկիս համար։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ անցնում են դժվարության մեջով, անցնում են փորձության մեջով, եւ բոլոր նրանց համար, ում համար որ ամեն բան լավ է։ Ես ավելին ասեմ, որ այս Սաղմոսը բալասան է կոտրված սրտի համար։ Մոտավորապես պատկերացնում եք, չէ, թե որ Սաղմոսը կարա լինի։ Այո, դա 23 Սաղմոսն է։ Աստծո ժողովուրդը շատ լավ գիտեն այս Սաղմոսը եւ Աստծո ժողովուրդը շատ սիրում են այս Սաղմոսը։ Սիրելիներս, Աստվածաբաներից մեկը ասել է, որ հավատացյալների կյանքի, որոշ հավատացյալների կյանքի վերջի արտահայտությունները եղել են այս Սաղմոսի որոշ համարներ։ Տիրոջ տանը կբնակվեմ ես շատ երկար օրեր։ Մինչ որ կանցնենք բուն Սաղմոսին, առաջարկում եմ, որպեսզի բացեք, եթե մինչ այդ չեք բացել ձեր Աստվածաշնչերը, Սաղմոս 23, եւ մենք միասին պետք է ընթերցենք առաջի համարից մինչև վերջ։ Տերն է իմ հովիվը, ես կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերում տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս։ Ինձ առաջնորդում է արդարության շավիղներումը իր անունի համար։ Թեև գնամ մահվան շուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանը եւ քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխը օծում ես յուղով։ Իմ բաժակը լիքն է, խիստ լիքն է։ Հենց բարիք եւ ողորմություն կգա իմ ետևից, իմ կյանքի բոլոր օրերում։ Ես Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Ամեն։ Սիրելիներս, երբ որ կարդում ենք այս Սաղմոսը, ուսումնասիրում ենք այս Սաղմոսը, տարբեր տեսակի հարցեր առաջանում։ Ինչի համար ենք մենք շատ սիրում այս Սաղմոսը։ Մտածել եք երբևիցե։ Ինչի համար է այս Սաղմոսը տեղ գրավել մեր սրտերի մեջ եւ մենք փորձում ենք սովորացնել մեր երեխաներին անգիր։ Եվ մենք ենք փորձում սովորել անգիր այս Սաղմոսը։ Եվ ինչի ենք մենք այսքան շատ սիրում։ Այս հարցերը ունեն մենակ մի պատասխան։ Եվ այդ պատասխանը հետևյալն է, որովհետև մենք հովիվի կարիք ունենք։ Աստծո ժողովուրդը ունի հովվի կարիք։ Մեզ բոլորիս պետք է մեկը, ով կղեկավարի մեզ, ով կանցկացնի ով մեր կարիքները կլրացնի եւ մեզ կհանի այս լաբիրինթոս աշխարհի մեջից։ Մենք բոլորս ունենք ավակ հովիվի կարիք։ Երբ որ ուսումնասիրում ենք Մատթեոս ավետարանը 9-րդ գլխի 36-րդ համարում Հիսուսի մասին կարդում ենք հետևյալ խոսքերը, գրված է հետևյալը. եւ երբ որ տեսավ բազմությանը, այսինքն Հիսուս նայելով բազմությանը, ուշադրություն դարձրեք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ երբ որ տեսավ բազմությանը, խղճաց նրանց։ Գիտեք ինչի համար։ Որովհետև հյուծված եւ ցրված էին, ինչպես
հովիվ չունեցող ոչխարներ։ Սիրելիներս, սա շատ վառ պատկեր է բոլոր ժողովրդի համար, ինչպես հոտ, կորած եւ մոլորված։ Սա վառ պատկեր է ոչ միայն այն ժամանակ, այլ նաեւ այսօր մեր օրերում։ Եվ մեր օրերում մարդիկ նույնպես հյուծված եւ ցրված են, ինչպես հովիվ չունեցող հոտեր։ Ահա 23-րդ Սաղմոսը հիշեցնում է մեզ, որ Տերը մեր հովիվն է, որ Աստված մեր հովիվն է, եւ նա շատ հեռու չի մեզանից, եւ ավելին ասեմ, նա ընդհանրապես հեռու չի մեզանից, որ որոշ մարդիկ մտածում են, որ նա ստեղծեց երկինքը, արարեց տիեզերքը, մարդուն դրեց տիեզերքի մեջ եւ նա հեռացավ եւ չի խառնվում էլ ոչ մի բանին։ Դա ստով սուտ է։ Աստված շատ մոտ է ամեն մեկիս սրտերին։ Եվ ինչպես որ Սաղմոսում է գրված, այո, Տերը մեր հովիվն է եւ նա հոգ է տանում ամեն մեկիս կարիքի համար։ Նա տեսնում է ամեն մեկիս սրտերը, նա քննում է ամեն մեկիս սրտերը։ Նա շատ մոտ է, սիրելիներս։ Եվ ավելին ասեմ, նա այսօր մեր մեջ է եւ մեզանից շուտ է եկել։ Սիրելիներս, ինչի մասին որ այսօր պետք է խոսենք, ունի հետեւյալ վերնագիրը. հոգատար առաջնորդություն եւ շնորհք հյուրընկալություն Քրիստոսի մեջ։ Նորից ասեմ, հոգատար առաջնորդություն եւ շնորհքով հյուրընկալություն Քրիստոսի մեջ։ Եվ մենք միասին պետք է նայենք այս Սաղմոսի մեջ երկու պատկեր, որը որ Դավիթն է նկարագրում Քրիստոսի մասին։ Բայց ցավոք սրտի այս երկու պատկերը այսօր չենք նայելու։ Եթե փորձենք նայել, մոտավորապես մի 2 ժամ պետքա մենք հետևենք Տիրոջ խոսքին։ Բայց մենք պետք է այսօր ուսումնասիրենք մենակ առաջին նկարագիրը, առաջին պատկերը եւ ավելին ասեմ, մենք նույնիսկ չենք կարող վերջացնել այս առաջին նկարագիրը։ Մենակ կնայենք մենք միայն առաջի համարը։ Եթե Աստված կյանք տվեց մեզ, ապրենք, մենք պետք է շարունակենք հաջորդ անգամներ մեր թեմայի շարունակությունը։ Եվ այսպիսով, առաջի պատկերը, որ մենք տեսնում ենք այստեղ, հետևյալն է։ Առաջի պատկերը կայանում է նրանում, որ Տերը հոգատար հովիվ է։ Առաջի պատկերը, որ տեսնում ենք այստեղ, այս 4 համարների մեջ, Տերը հոգատար հովիվ է։ Ես խնդրում եմ, որպեսզի մենք կարդանք եւս մեկ անգամ առաջի 4 համարները, որպեսզի ավելի մեր մեջ տպավորվի, թե ինչպիսի հոգատարության մասին է խոսքը։ Գրված է հետևյալը. Տերն է իմ հովիվը, ես կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներումը իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանը ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Սիրելիներս, առաջի պատկերը, որ մենք տեսնում ենք այս 4 համարների մեջ, հետևյալն է. Տերը հոգատար հովիվ է։ Տերը հոգատար հովիվ է։ Ուշադրություն դարձրեք առաջի 4 համարների մեջ։ Առաջի պատկերը գտնվում է առաջի 4 համարների մեջ, երկրորդ պատկերը գտնվում է 5-ից 6 համարների մեջ։ Մենք այսօր չենք ավարտի այս առաջի պատկերը մինչև վերջ։ Հաջորդ անգամ, եթե Տերը կամեցավ, մենք կշարունակենք եւ դրա հետ միասին կտեսնենք 5 եւ 6 համարները։ Այսպիսով Սաղմոսը սկսվում է այսպիսի զարմանալի արտահայտությունով։ Առաջի հատվածը. Տերն է իմ հովիվը։ Ընդամենը մի քանի նախադասություն, մի քանի բառեր, որի վրա արժի, ամեն մի բառի վրա արժի ուշադրություն դարձնել եւ կանգ առնել։ Սիրելիներս, Տերը մեր հովիվն է։ Ում մասին է այս Սաղմոսը ամբողջությամբ։ Ինչի մասին է այս Սաղմոսը ամբողջությամբ։
Մինչ որ կտեսնենք թե ում մասին է այս սաղմոսը ամբողջությամբ, եկեք տեսնենք թե ում մասին չէ այս սաղմոսը։ Այս սաղմոսը Դավիթի մասին չէ, ինչքան է որ զարմանալի լինի մեզ համար։ Այս սաղմոսը ոչխարների մասին չէ։ Այս սաղմոսը Տիրոջ մասին է։ Այս սաղմոսի մեջտեղում գտնվում է Քրիստոսը։ Եվ ամբողջ սաղմոսի բառերը պատտվում են Քրիստոսի շուրջ։ Դրա համար իզուր չի, որ ես վերնագրել եմ հետևյալ վերնագիրը. հոգատար առաջնորդություն եւ շնորհքով հյուրընկալություն Քրիստոսի մեջ։ Սիրելիներս, կուզենայի, որպեսզի մեր ուշադրությունը դարձնենք այս սաղմոսի առաջի համարի վրա եւ վերջի համարի վրա։ Առաջի համարը սկսում է հետևյալը. Տերն է իմ հովիվը։ Եվ նա ուշադրություն դարձեք վերջի համարը ոնց է ավարտվում։ Վերջի համարն ավարտվում է հետևյալ բառերով. եւ ես կբնակվեմ որտեղ Տիրոջ տան մեջ։ Սկսվում է Տիրոջմով, վերջանում է Տիրոջմով։ Եվ այս մեջտեղում ամբողջ բովանդակությունն է եւ Քրիստոսի ներկայությունն է։ Դրա համար այս սաղմոսը, ինչպես որ արդեն ասացի, սիրելիներս, Տիրոջ մասին է։ Եվ սա օգնում է մեզ հասկանալու, որ այս սաղմոսը իրապես Տիրոջ մասին է։ Շատ ենք լսել, չէ՞, հովիվ բառը։ Շատ տարածված է հովիվ բառը։ Երբևիցե ձեր մտքով անցնում է, թե ով է հովիվը, կամ ինչ է անում հովիվը, ինչ գործ է անում հովիվը։ Ես փոքր ժամանակ, երբ որ գնում էի գյուղ, այսօրվա պես հիշում եմ, որ իմ պապիկիս հետ գնում էինք դաշտ, գառներին վերցնում էր ամբողջ գյուղի ոչխարներին եւ տանում էր դաշտ։ Սիրելիներս, եւ արթուն աչքերով նայում էր ամեն մեկին, որովհետեւ ուներ պատասխանատվություն ամեն մեկի համար, որ հանգարց գայլը չգա, որ հանգարց մեկը հետ չմնա։ Եվ շատ հետաքրքիր էր, որ ինքը քայլում էր այդ հոտի առջևով եւ ամբողջ հոտը հետևում էր իրան։ Սիրելիներս, հովիվը նշանակում է ոչխարապահ, գառնարած։ Ինչպես Իսրայելում, նաեւ այն հին արևելյան ժողովրդի մեջ հովիվի գործը պատվաբեր չի եղել, չի գնահատվել։ Եթե ընտանիքում տղաներից որևէ մեկը պետք է լիներ գառնարած, ապա այդ ոչ գրավիչ գործը հասնում էր եղբայրներից ամենափոքրին։ Մենք Դավիթի օրինակը ունենք։ Դավիթի եղբայրները, ավագ եղբայրները զբաղված էին ուրիշ գործով, պատերազմում էին, իսկ Դավիթը եղբայրներից ամենափոքրն էր եւ հովիվն էր, գառնարած էր։ Հովիվները ստիպված էին ապրել ոչխարների հետ։ Օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Նրանք խնամում էին, անverջ նայում էին գառներին եւ ոչխարներին։ Օր ու գիշեր, լավ թե վատ եղանակին, լինի անձրև թե ձյուն, նրանք իրանց ոչխարների հետ էին գիշեր ու ցերեկ։ Հովիվների վրայից ոչխարների հոտ էր գալիս։ Սիրելիներս, երբ որ մեր պապը գալիս էր տուն, մենք ասում ենք, պապի, ես ինչ ոչխարի հոտ է գալի քո վրայից։ Նա մտի լողացի։ Սիրելիներս, խնամքը միշտ էր հովիվի եւ պետք էր, որ անդադար հովիվի աչքերը լինեին այդ հոտի մեջ։ Ով իր հոժար կամքով կմտներ այդ պատասխանատվության մեջ։ Ով։ Գիտեք, կա մեկը, որ իր հոժար կամքով մտավ այդ պատասխանատվության մեջ։ Դա Քրիստոսն է։ Դա Քրիստոսն է։ Աստվածաշունչը ասում է, որ հենց Հիսուս ընտրեց լինելու ժողովրդի հովիվը։ Աստվածաշնչյան իմաստով հովիվը հոգատար առաջնորդի կերպար է։ Աստվածաշնչյան իմաստով
հովիվը ճանապարհ է ցույց տալիս իր հոտին։ Եվ ոչ միայն ճանապարհ է ցույց տալիս իր հոտին, այլ նա արչևով է գնում հոտի։ Եվ նայելով, որպեսզի չմոլորվեն եւ չգան գայլերը եւ չհոշոտեն այդ հոտին։ Սիրելիներս, այո, հավիտենական Աստված, որը խոնարհվեց այնքան, որ իր ժողովրդի համար հովական խնամք ցուցաբերի։ Եվ ահա Դավիթը սա շատ լավ հասկանում էր, շատ լավ ընկալում էր։ Նկատեք, թե ինչպես է Դավիթը ասում, նա չի ասում, որ պարզապես Տերը ժողովրդի հովիվն է։ Նա չի ասում, որ Տերը բոլորի հովիվն է։ Նկատեք, որ այս սաղմոսը Դավիթը օգտագործում է անձնական լեզու, ասելով հետևյալը. իմ հովիվն է։ Իմ հովիվն է։ Սիրելիներս, ուշադրություն դարձրեք այս իմ դեանվան վրա, որը որ շատ կարևոր է։ Դավիթը չի ասում, որ Տերը աշխարհի հովիվն է։ Նա չի ասում, որ Տերը առաջնորդում է բազմությանը, բոլորին, բայց Դավիթն ասում է, Տերը իմ հովիվն է։ Եթե նույնիսկ նա ուրիշի հովիվը չլինի, նա իմ հովիվն է։ Նա իմ հովիվն է։ Նա հոգ է տանում իմ մասին, պահպանում է ինձ, հետևում է ինձ, իմ ամեն մի քայլերին։ Սիրելիներս, սրանից սքանչելի որևէ մի բան մենք չենք գտնի աշխարհի մեջ։ Հիշեք, որ նոր կտակարանում, թե ինչպես Հիսուսը ինքը իրեն նույնացրեց հովիվի հետ։ Հիշում եք Հովանու ավետարանի 10-րդ գլխում։ Նա ասեց, որ ես եմ բարի հովիվը։ Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար։ Բարի հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար։ Սիրելիներս, եւ Հիսուս մտավ այդ պատասխանատվության մեջ եւ տեսանք, որ ինքը իր կյանքը տվեց իր հոտի համար։ Եբրայեցիների 13:20-ում կարդում ենք հետևյալ խոսքերը. Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ հովվին, հավիտենական ուխտի արյունովը մեր Տեր Հիսուսին։ Սիրելիներս, նա բարի հովիվ է։ Եվ ոչ միայն բարի հովիվ է, այլ նա հովվապետ է։ Եթե փորձեք նայեք առաջի Պետրոսի նամակում 5-րդ գլխում, այնտեղ գրված է, որ նա մեր հովվապետն է եւ գալու է մեր հովվապետը մեր հետևից։ Գալու է մի օր իր հոտի հետևից։ Բայց այսօր այս սաղմոսը մեզ առաջնորդում է, այս սաղմոսը մեզ օգնում է, որպեսզի կարողանանք մենք հասկանալ, թե ինչպիսի հովվապետի հետ գործ ունենք։ Ինչպիսի հովվապետի հետ գործ ունենք։ Ինչպես տեսնում եք, որ այս սաղմոսը լցված է շատ զորավոր խոսքերով եւ զորացնող խոսքերով եւ տարբեր տեսակի խոստումներով։ Սիրելիներս, բայց կա մի հատ բայց մտածեք մի փոքր։ Այն խոստումները, որ տեսնում ենք այս սաղմոսի մեջ, ձերը չեն կարող լինել, եթե սրտանց չեք ասում, Տերը իմ հովիվն է։ Ես չեմ ասում պարզապես ասելու համար, որ մենք չենք կարող ասել կամ արտասանել։ Ամեն մարդ կարող է արտասանել, Տերը իմ հովիվն է։ Բայց ես ավելի խորն եմ ուզում գնալ։ Սիրելիներս, նա կարող է լինել ձեր հովիվը միայն այն դեպքում, եթե եկել եք նրա խաչի մոտ։ Եթե խոնարհվել եք նրա առաջին, եթե ապաշխարել եք ձեր մեղքերի համար,
Եվ ձեր ամբողջ հույսը դրել եք Քրիստոսի զոհաբերության զոհասեղանի վրա, որ միայն նա կարող է փրկել ձեզ Աստծո բարկությունից։ Եթե մեր մեջ կան մարդիկ, որ մինչև հիմա դա չեն արել, սիրելիներս, եկեք ժամանակ չկորցնենք։ Եկեք չասենք, դե վաղը կանեմ դա, վաղը կապաշխարեմ, վաղը խոստովանեմ իմ մեղքերը Տիրոջը։ Մենք չգիտենք վաղը լինելու է մեզ համար թե ոչ։ Մենք չգիտենք։ Այսօր է օրը, այսօր է օրը։ Եվ կուզենայի, որպեսզի եթե որևէ մեկը կա մեր մեջ, որ դեռ չի ընդունել Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, մի ուշացրեք։ Մի գուցե վաղը Տերը գա։ Դրանում ոչ մեկ չգիտի։ Լավ, մի գուցե Քրիստոս մի 10 տարի հետո գա։ Իսկ եթե ես վաղը գնամ, սիրելիներ, ես բաներ եմ ասում, որ չի բացառվում։ Դրա համար, երբ որ ամեն անգամ մեր աչքերը բացում ենք, մենք Տիրոջը պետք է փառք տանք։ Եվ խնդրենք, որ Տեր, քանի որ արթնացրել ես մեզ, ապա դու մեր առջևով քայլի, որովհետև դու ես մեր հովիվը։ Սիրելիներս, միայն այդ դեպքում կարող է Տերը դառնալ ձեր հովիվը, եթե իրապես ընդունել եք Քրիստոսին։ Ես սրտեր քննող չեմ եւ չգիտեմ շատ բաներ եւ փառք Տիրոջ, բայց ես հավատում եմ, որ Աստված մեր մեջ է եւ հիմա այս պահին ամեն մեկի սրտերի հետ խոսում է։ Դրա համար է, որ ես ամեն անգամ ասում եմ, որ սիրելիներս, եթե մենք ապաշխարել ենք, դարձի ենք եկել եւ ունենք հավիտենական կյանք, սրանով չի վերջանում։ Մեր շնորհակալությունը պետք է լինի առ Աստված մեր ծառայություններով, մեր լավագույնը անելով։ Միայն այն չի, որ Աստված ինձ փրկել է, всё ես կարող եմ գնալ արձակուրդ եւ սпасել տանը այնքան ժամանակ, մինչեւ որ Քրիստոս կգա եւ ինձ կտանի։ Ոչ, ոչ էլի ոչ։ Եթե դուք ձեզի համարում եք, որ դուք փրկվել եք, ունեք հավիտենական կյանք, դուք պետք է սկսեք ծառայել Տիրոջը։ Պետք է սկսեք ծառայել Տիրոջը իր անվան փառքի համար։ Սիրելիներս, միայն այդ դեպքում, որ Տերը կարող է լինել ձեր հովիվը։ Նա այս առաջի համարներում հայտարարում է ոչ միայն, որ Տերը մոտ է իրեն եւ հովիվ է, եւ շարունակության մեջ նայեք հետարքիր բան է ասում Դավիթը։ Ուշադրություն դարձրեք առաջի համարի երկրորդ հատվածում գրված է հետևյալը. ես կարոտություն չեմ ունենա։ Այլ խոսքով ասած, ես կարիք չեմ ունենա։ Մենք ունենք կարիք, թե չունենք։ Սիրելիներս, ես հաջորդ անգամ պետք է հատուկ ուշադրություն դարձնեմ այն կարիքների մասին, որը որ գրված է այս սաղմոսի մեջ։ Հաջորդ անգամ մենք առանձին կնայենք, եւ չեմ ուզում դրա վրա հիմա ժամանակ անցկացնել։ Սա շատ կարևոր արտահայտություն է եւ պատասխանատու արտահայտություն է։ Ես ոչինչի կարիք չունեմ։ Հիմա ունեմ թե չունեմ։ Երեք շատ ժամանակ մենք ճիշտ չենք հասկանում այս արտահայտությունը։ Կարիք ունենալ բառը նշանակում է ունենալ անհրաժեշտություն ինչ որ բանի նկատմամբ։ Բայց խնդիրը այն է, որ մենք հաճախ այն բառը մեր լեզվով օգտագործում ենք
երկու իմաստով։ Երկու իմաստով։ Ես կարիք չունեմ, ունի երկու իմաստ։ Եվ այս երկու իմաստն էլ մենք փորձում ենք օգտագործել։ Մենք կարող ենք ասել, ես կարիք ունեմ, ու շատի լսեք, ես կարիք ունեմ այն իմաստով, որ ես ուզում եմ։ Որ ես ուզում եմ։ Իմ ցանկությունն է։ Եվ կարող ենք ասել, ես կարիք ունեմ այն իմաստով, որ ես իրականության մեջ կարիք ունեմ։ Շատ հաճախ մենք ասում ենք, ես կարիք ունեմ եւ նկատի ունենք պարզապես մեր ցանկությունները։ Պարզապես ինչ որ բան, որը իրականության մեջ կարիք չի։ Երբ որ նայում ենք պատանիներին կամ դեռահասներին, իրանք մեծ կարիք ունեն նոր դուրս եկած հեռախոսների, կարիք ունեն համակարգչի, կարիք ունեն տարբեր տեսակի բաների, կարիք ունեն նույնիսկ այն բաների, որը որ կվնասի իրանց։ Եվ կարծես թե կարիք ունեն իրանք, բայց սա զուտ իրանց ցանկությունն է։ Ավելի ուրիշ օրինակ բերեմ։ Թմրամոլը կարիք ունի նարկոտիկի։ Հիմա սա կարիք է թե ցանկություն է, սա մեղավոր ցանկություն է։ Սա մեղավոր ցանկություն է, ոչ թե կարիք է։ Մենք հաջորդ անգամ կխոսանք մանրամասը, թե ինչ է նշանակում այն կարիքները, որը որ մենք տեսնում ենք երկրորդ համարից սկսած մինչև 4-րդ համարը։ Սիրելիներս, Դավիթը չի նկարագրում իր վիճակի մասին, այլ հռչակում է ճշմարտություն։ Ես կարիք չունեմ։ Դավիթը նկարագրում է, որ իր ապահովությունը չի բխում իր զգացմունքներից, այլ այն ճշմարտություններից, որ Տերը իմ հովիվն է։ Որ Տերը իմ հովիվն է։ Երբ Տերն է իմ հովիվը, կարիքը չի որոշում իրավիճակը, այլ Աստծո հավատարմությունը։ Սիրելիներս, Դավիթը չէր ասում կյանքս հեշտ է անցնում եւ ամեն ինչ լավ է ինձ համար։ Նա ասում է Տերը կա եւ դա բավարար է ինձ։ Տերը իմ հովիվն է եւ դա բավարար է ինձ։ Եվ զգուշացնում է ասելով, որ մենք պակաս ունենք, բայց մեր հավատքը ավելի ու ավելի զորացնում է եւ Տերը լրացնում է մեր պակասը։ Դրա համար, սիրելիներս, կարող ենք ասել հստակ, որ Տերը իմ հովիվն է եւ ես ոչ մի բանի կարիք չպետք է ունենամ կամ չունեմ։ Գիտեք, դուք կարող եք շատ բաներում կարիք ունենալ։ Կարող է ձեզ թվալ, որ ինչ որ բանի կարիք ունեք, որ ինչ որ բանի պակաս ունեք։ 1, 2, 3, բայց իրականության մեջ դա կարիք չի, պարզապես ցանկություն է։ Սակայն մենք պետք է հիշենք, որ նույնիսկ մեր խաբուսիկ զգացմունքները հակառակ Աստծո զավակները ոչ միայն կարիք ունեն որևէ մի բանի, այլ Աստծո զավակները կարիք ունեն Տիրոջը։ Աստծո զավակների կարիքը Տերն է։ Եթե Աստված քո Տերն է, ապա նա իրապես կլրացնի քո կարիքները։ Ոչ թե այն մեղավոր ցանկությունները, որը շատ ժամանակ մենք սկսում ենք մտածել դրա մասին։ Հավատացեք մի բան, յուրաքանչյուր պահի Աստված տալիս է մեզ այն ամենը, ինչը մեզ իրապես պետք է կյանքի եւ աստվածապաշտության համար։ Սրանից կարևոր բան կա արդյոք։ Աստված տալիս է կյանքի եւ աստվածապաշտության համար։ Ես չեմ կարծում, որ սրանից ավելին շատ չգիտեմ կարիքներ կա։ Երկրորդ Պետրոս նամակում
մենք տեսնում ենք հետևյալը, որ նա մեզ տվել է ամեն բան կյանքի եւ աստվածապաշտության համար։ Ինչ ենք մենք ուզում ել։ Ինչ ենք մենք ցանկանում ել։ Աստված մեզ տալիս է այն ամենը, ինչը որ իրապես լրացնում է մեր կարիքը։ Եթե Աստված մեր հովիվն է, ապա մենք պակաս չենք ունենա։ Ոչ մի բարիքի մեջ, որ մեզ շատ երբեմն թվում է, որ մենք իրապես ունենք կարիք։ Ես ունեմ այս կարիքը, այն կարիքը, այն կարիքը, այն կարիքը։ Սիրելիներս, Աստված մեզ տալիս է առաջնային, թե ինչա մեզ հարկավոր։ Եղել է, չէ, ձեր կյանքի մեջ, որ աղոթել եք ինչ-որ կարիքի համար եւ Աստված չի պատասխանել։ Եվ Աստված պատասխանել է այն աղոթները, որը որ իրապես դու ունես դրա կարիքը։ Եվ մենք դրանով ուրախացել ենք եւ փառք ենք տվել Աստծուն։ Սիրելիներս, մենք միասին կտեսնենք հաջորդ անգամ սկսած երկրորդ համարից մինչև 4-րդ համարները, որը պատասխանում են այս հարցերը։ Մենք կնայենք մի քանի ոլորտներ, որտեղ հովիվը լրացնում է իր զավակների կարիքները։ Երկրորդ համարից մինչև 4-րդ համարները նշվում է մի քանի կարիք, նշվում է 4 կարիք, որը որ Աստված լրացնում է այդ կարիքները։ Եվ մենք հաջորդ անգամ կուսումնասիրենք եւ կտեսնենք, թե որոնք էին այդ 4 կարիքները եւ կշարունակենք նայել նաեւ 5 եւ 6-րդ համարները։ Թող Տերը օրհնի մեզ։ Ուզում եմ քաջալերել ամեն մեկի, սկսած ինձանից, որպեսզի մենք կարողանանք իրապես հստակ ասել եւ չկասկածել դրանում, որ Տերը իմ հովիվն է եւ ես ոչ մի բանի կարիք չպետք է ունենամ եւ չունեմ։ Ինչի համար, որովհետեւ Տերը իմ հովիվն է։ Եվ եկեք կանգնենք այս կանչելի հովապետի առաջ եւ մեր աղոթները բարձրացնենք եւ փառք տանք, որ նա համաձայնվեց լինելու մեր հովիվը։ Ամենակարող Աստված, մենք խոնարհվում ենք քո առաջ եւ փառք ենք տալիս, որ դու մեծ ու սքանչելի հովիվ ես։ Դու հետևում ես, Տեր, մեր յուրաքանչյուր գործողություններին։ Դու մխիթարում ես, Տեր, մեր անմխիթար սրտերը։ Դու ամրապնդում ես, Տեր, եւ հոգ ես տանում մեր կոտրված սրտերին։ Սիրելի Հիսուս, դու քո խոսքն ես թողել մեզ, որպեսզի մենք ամեն անգամ կարդանք, զորանանք եւ արթուն մնանք։ Տեր, քո խոսքը իրապես բալասան է մեր սրտերի համար եւ քաղցր է մեր սրտերի համար եւ անփոխարինելի։ Ողորմած Աստված, իրապես դու լրացնում ես քո ժողովրդի կարիքները եւ դու չես տալիս այն, որ երբեմն մենք ենք ցանկանում։ Երբեմն մեր ցանկությունը բխում է, Տեր, մեր մեղավոր սրտերից։ Դրա համար կխնդրեմ քեզ, կաղաչեմ քեզ, կաղերսեմ քեզ։ Նորոգիր մեր սրտերը, ողորմիր մեզ։ Եվ նրանք, ովքեր որ դեռ մինչև հիմա քեզ չեն ճանաչում, աղաչում եմ, Տեր, որ այցելես քո հոգովդ, կպնես իրանց սրտերին, որովհետև միայն քո խոսքդ կարող է փոխել մարդկանց կյանքը։ Տեր, երբ որ քո խոսքդ կպնում է մեր սրտերին,
մենք չենք կարող կամ չենք կարողանում դիմանալ։ Մենք արտասվում ենք, մենք զղջում ենք, մենք ներողություն ենք խնդրում մեր սխալների համար եւ բոլոր այն բաների համար, որ մենք կարող էինք անել սրտանց, բայց մենք մատների արանքով ենք նայել։ Երբեմն էլ չենք արել։ Օգնիր քո ժողովրդին Տեր այս նոր տարվա մեջ, որպեսզի լիարժեք նվիրվեն քեզ։ Դու ես մեր հովապետը։ Դու ես մեր հովիվը։ Բարի հովիվ, ողորմիր մեզ, ողորմիր քո հոտը։ Մինչև այն ժամանակ, ինչ որ դու կգաս եւ մեզ կտանես, Տեր, քո հավիտենական բնակարանները, որի համար փառք եւ պատիվ հիմա ու միշտ եւ հավիտյանս։ Ամեն։